Ներկայացնեմ, թե ինչ լուծումներ եմ առաջարկում ես։ Օրենքի նախագծով առաջարկում եմ առաջին օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որպեսզի բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ։ Ինքնաարգելափակման կոճակին սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով առանց վաղաժամ վերաբացման հնարավորության։ Ընդ որում 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ։ Անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին եւ կկասեցվի նրա մասնակցությունը նաեւ մյուս խաղային օնլայն կազինոներում եւ հարթակներում։ Այս գործիքը հնարավորություն կտա խաղամոլության կախվածության մեջ գտնվող անձին ինքնակամ, արագ եւ օրենքով պաշտպանված կերպով դուրս գալ խաղային միջավայրից։ Սա պաշտպանական միջոց է, որի նպատակն է կանխել կախվածության խորացումը, նվազեցնել ընտանեկան եւ սոցիալական աղետները, պաշտպանել անձին եւ նրա ընտանիքի ֆինանսական կայունությունը եւ ապահովել քաղաքացու այլևս չխաղալու որոշման իրական իրագործումը։ Անդրադառնամ օրենքի նախագծի փաթեթի հաջորդ առաջարկներին։ Երկրորդ առաջարկ։ Առաջարկում եմ օրենքով արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ովքեր հանդիսանում են որևէ տեսակի նպաստի նպաստառու։ Նպաստառուներին պետական աջակցություն է տրամադրվում անապահովության, անաշխատանունակության կամ այլ սոցիալական հանգամանքներով պայմանավորված։ Այդ աջակցությունը կոչված է ապահովելու նվազագույն կենսապայմաններ, այլ ոչ թե մասնակցություն օնլայն կազինոներին։ Նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը եւ խորացնում է նրա սոցիալական խոցելիությունը։ Երրորդ առաջարկ։ Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց, ում եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է։ Եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ։ Արդարացված չէ, որ աշխատող քաղաքացիների հարկերով ձևավորված միջոցները վերածվեն խաղային գործունեության ֆինանսավորման աղբյուրի։ Չորրորդ առաջարկ։ Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց, ովքեր գտնվում են սնանկության վարույթում։ Սնանկության վարույթում գտնվող քաղաքացին արդեն իսկ գտնվում է ֆինանսական ծանր վիճակում։ Նման անձի մասնակցությունը խաղային գործունեությանը ոչ միայն չի լուծում նրա պարտքային խնդիրները, այլև խորացնում է ֆինանսական ճգնաժամը եւ ավելացնում պարտավորությունները։ Խաղային գործունեությունը այս խմբի համար առանձին վտանգ է ներկայացնում, քանի որ խոցելի ֆինանսական վիճակում գտնվող անձինք առավել հաճախ են ընկնում կորուստը հետ բերելու վտանգավոր ծուղակը։ 5-րդ առաջարկ։ Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից։ Պետական աջակցությունը չի կարող եւ չպետք է ծառայի խաղային միջավայրի սնուցմանը։ Եվ վերջին 6-րդ առաջարկ։ Առաջարկում եմ քաղաքացիների կողմից խաղերի մասնակցության թույլատրելի չափ սահմանել յուրաքանչյուր տարվա համար հայտարարված եկամտի 20%-ը։ Սա թույլ կտա նվազեցնել անհամաչափ կորուստների, չհիմնավորված ֆինանսական ռիսկերի եւ ընտանեկան բյուջեի կործանման հավանականությունը։ Եթե խաղային մասնակցությունը անջատված է անձի իրական ֆինանսական կարողությունից, ապա խաղը դառնում է ինքնակործանման մեխանիզմ։ Այսպիսով առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը եւ նվազեցնելու խաղամոլության պայմանավորված ընտանեկան եւ հասարակական աղետները։ Սիրով կպատասխանեմ